Հալելույա, թող քո զորավոր ձեռքը մեր Աստված, մեզ առաջ տանի Տեր, թող մենք գանք քո ետևից մեր փրկիչ ու Տեր, թող հետևենք քեզ ով սուրբ եւ արդար, որ ուղիղ ես ամեն ինչում եւ ամեն բանել, ուղիղ ես ստեղծել մեր արքա, մենք քեզ փառք ենք տալիս մեր հայր, որ երկնքում ես, որդի եւ սուրբ հոգի, թող այսօր փառավորվի քո անունը մեր կյանքերի մեջ մեր Տեր, թող քո սուրբ հոգու զորությունը կպնի յուրաքանչյուրիս Տեր, որովհետև եթե դու չկպնես զուր են խոսում խոսացողները, եթե դու չփոխես զուր են ջանք թափում ջանք թափողները, եթե դու տունը չշինես զուր են աշխատում շինարարները, եթե դու տունը չպահես Տեր իմ Աստված իզուր են արթուն մնում անքուն մնացող հսկողները, մենք հանձնում ենք ամեն բան քո սուրբ ձեռքերի մեջ մեր Աստված, Սուրբ Հոգի Աստված, օծիր յուրաքանչյուրիս միտքը, յուրաքանչյուրիս ականջները, սիրտը հասկանալու եւ լսելու այն, ինչ որ այսօր Հոգին ասում է եկեղեցիներին, թող քո անունը փառավորված լինի, հավիտյանս հավիտենից, դու արժանի ես, առնելու ողջ փառքը, ողջ մեծարանքը եւ մենք խոնարհվում ենք քո առջև Տեր, մենք խոնարհվում ենք քո մեծության առջև, որովհետև դու ես միակը, որ կայիր, որ կաս եւ որ պիտի գաս ու պիտի լինես հավիտենից հավիտյան, ողջ փառքն ու զորությունը Տեր քեզ, մեծարում ենք քեզ մեր արքա, շնորհակալ ենք այսօրվա համար, թող քո ներկայությունը Տեր, լցնի քո տաճարը Տեր իմ Աստված, եւ քո տաճարիդ մեջ լինի մխիթարություն, բժշկություն, ազատություն Սուրբ Հոգու մեջ, թող քո ժողովուրդը սավառնի քո մեջ Սուրբ Հոգի, ողջ փառքն ու պատիվը քեզ եւ մեծարանքը քեզ մեր արքա, հավիտյանս հավիտենից, ամեն, 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 փառք Հիսուսին, արժանի է մեր Տերը, մեր ամբողջ սրտի ծափահարություններին, ողջունում եմ քեզ, թանկագին, սիրելի եկեղեցի, խնդրեմ նստեք, ես էլ առիթից օգտվելով շնորհավորանքներին եմ միանում, թանկագին կանայք, սիրելի քաղցր կանայք եւ Իգական սեռի բոլոր ներկայացուցիչներ, թող Աստված իր փառքի գեղեցկությունով լցնի ձեր կյանքը, ձեր կյանքի բոլոր օրերում տեսնեք Տիրոջ փառքը, վայելեք Տիրոջ փառքը, իր թարմությունը, զորությունը, ձեզ նորից նոր թևեր տա, կանգնացնի, նորոգի, որ ինչպես Եվայի անունն էր կյանք նշանակում, ձեզնից միայն կյանք հորդի, Հիսուս Քրիստոսի կյանքը հորդի, ձեր ընտանիքներում, ձեր շրջապատի մեջ, ուր որ կլինեք, ուր որ կգնաք, թող Տիրոջ կյանքը ձեզանով հորդի, թանկագին կանայք, Աստված օրհնի ձեզ շատ, ճիշտ ասած ես էլ ուզում եմ շարունակեմ ամուսնուս խոսքը, նաև շնորհակալություն հայտնենք մեր ամուսիններին, որովհետև առանց ենթակա չկա գործողությունը, ճիշտ է, կան անյենթակա նախադասություններ, շնորհակալ ենք թանկագին մեր ամուսիններ, որ մեր կողքին եք, որ բարձրացնում եք, որ զորացնում ենք, բայց ամենակարևորը շնորհակալ ենք, որ դուք Տիրոջով եք առաջնորդվում եւ ձեր գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Աստված օրհնի նաեւ ձեզ։ Ամեն, ուզում եմ մի հարցով սկսենք, թանկագիններ։ Ինչ լավ է, չէ՞ որ ձմեռը վերջացել է։ Տաք օրեր են առջևում, մտահոգությունները, ձմռան մտահոգություններն ու վտանգները կարծես այսպես անհետանում են, գնում են, մնում են անցյալում, վարորդները այլևս չեն վախենում մեր կասառույցներից, սառույցներն այլևս քայլողների համար վտանգավոր չեն, ինչ լավ է, որ գարուն է, չեմ ուզում տխրացնեմ, բայց այս աշխարհի համար գալիս է ձմեռը, ձմեռը այնպիսի մի ժամանակահատված է, որ պետք է լրջորեն պատրաստվել դրան, երբ որ ձմռան օրերն են մոտիկանում, վիրուսներ, հիվանդություններ, անհրաժեշտ է իմունային համակարգը ուժեղացնել, դրա համար մարդիկ վիտամիններ են ստանում,
Դրա համար մենք էլ սիրելի Աստծո ժողովուրդ, մեր հոգևոր վիտամինները ճիշտ ժամանակին պետք է ստանանք։ Եվ Աստվածաշունչն ասում է, Տերը հորդորում է, որ որքան որ ժամանակները մոտենում են, որքան կտեսնեք, որ վերջին օրերի նշանները կատարվում են, այնքան միասին հավաքվելը չթողնեք եւ ել ավելի հորդորեք նաեւ մյուս բացականերին էլ։ Երբ որ տեսնում ես կողքիդ անձնավորությունը չկա, զանգի, հարցրու, տես ուրա, ինչու չի եկել, եւ ասա նրան, որ ինքը իր ուրույն տեղը ունի Աստծո գործի մեջ, Աստծո տան մեջ, որ իր տեղը երևում է։ Ձմռանը նախապատրաստվում են, շատ լրջորեն են նախապատրաստվում, հագուստներն են ստուգում, արդյոք ամեն ինչ տեղում է, եւ ամենակարևորը ստուգում են վառելանյութը, արդյոք բավականաչափ վառելանյութ կա ամբողջ ձմռան օրերի համար, որպիսի ընտանիքը տունը չմրսի։ Որովհետև եթե նման պատրաստությունները չտեսնեն եւ հայտնի ստեղծագործության մեջ հայտնի կերպարի թռի վռի մի ճպուր ողջ ամառը շոռումոր կկանգնեն վտանգավոր, շատ վտանգավոր իրավիճակների առջև։ Եվ մեր Տերը զգուշացնում է, այս աշխարհի ձմեռը մոտենում է եւ մենք էլ պետք է պատրաստվենք այդ ձմեռվանը։ Խոսում էր Հիսուսը Մատթեոս ավետարանի մեջ վերջին նշանների մասին։ Եվ նաև Հիսուսը խոսում էր մի բանի մասին, ասելով, որ ահա իր աշակերտներին էր ասում, ահա ձեզ ուղարկում եմ գառներ, ինչպես գառներ, գայլերի մեջ։ Երկու կերպար հակադրվում են միմյանց, գայլ եւ գառ։ Գայլ, որ զինված է ժանիքներով, որ հոշոտում է, խլում է, հափշտակում է, սպանում է, ուտում է մյուսի իրավունքը, եւ գառ, որ չունի այդ ժանիքները։ Եվ մարդկային տրամաբանությունն ասում է, որ մենք էլ պետք է ժանիքներ աճացնենք, որպեսզի կարողանանք դիմակայել, որպեսզի կարողանանք գոյատևել, չթողնենք, որ մեր իրավունքը մեր ձեռքից վերցնեն։ Բայց գառան համար դա չի նախատեսված։ Գառան համար նույն Հիսուս Քրիստոսը, մեր հավատքի զորագլուխը, ասաց, որ մինչև աշխարհի վերջ ձեզ հետ եմ։ Նույնիսկ երբ որ համբարձվում էր, նա ասաց, երբ որ ես գնամ, լավ է ձեզ համար, որ գնամ, մխիթարիչը կգա, մեկ ուրիշ մխիթարիչ կուղարկեմ, Սուրբ Հոգին կուղարկեմ, նա ձեզ հետ կլինի, կզորացնի, կհանդիմանի, կշտկի, կբարձրացնի, կպատրաստի ինչին, երկնքին, Տիրոջ հետ հանդիպմանը, կպատրաստի նաև այս աշխարհի վրա եկող ձմռանը։ Ինչ է անհրաժեշտ գառնուկին, սիրելի ժողովուրդ։ Գառնուկին անհրաժեշտ է իր հովվի ներկայությունը։ Գառնուկին անհրաժեշտ է միշտ մնալ իր հովվի ներկայության մեջ։ Գառնուկին ուրիշ ոչ մի բան հետաքրքիր չպետք է լինի, եթե իր հովիվը, իր հովվապետը իր կողքին է, ուրեմն ամեն բան նորմալ է, ամեն բան լավ կլինի։ Եթե իր հովվապետի հետքերով քայլի, միշտ կգնա դեպի կանաչ արոտավայրերը եւ այնտեղ որ ջրի պաշարներ կան, ոչ սոված կլինի, ոչ ծարավ կլինի։ Նրան անհրաժեշտ է եւ Հիսուս Քրիստոսն էլ ասեց. իմ գառնուկները լսում են, ճանաչում են իմ ձայնը ու գալիս են իմ ետևից։ Դրա համար այսօր գառնուկի համար անհրաժեշտ է, որ նա քայլի իր հովվապետի ոտնահետքերով, որովհետև ուրիշ ոտնահետքերը կործանման են տանում, որովհետև ուրիշ ոտնահետքերը անապահովություն եւ մահ են բերում։ Եվ գիտեք սիրելիներ, այսօր էլ մի բան է, մի որակ, մի հատկանիշ է իմ ուշադրությունը գրավել երկար ժամանակ Աստվածաշնչի մեջ, որը ողնաշարային է։ Ինչպես մարդու համար ողնաշարը շատ կարևոր է, որպեսզի նա կարողանա կանգուն կանգնել, ինչպես նաև շատ օրգանների համար, եթե ողնաշարն ուղիղ է, օրգանների ֆունկցիոնալությունը նույնպես ճիշտ է։ Բայց երբ որ ողնաշարը թեթևակի ծռվում է կամ ինչ որ խնդիրներ է ունենում, ամբողջ մարմինը ցավ է քաշում եւ օրգանների հետ էլ ինչ որ մի բան այն չի կատարվում։ Եվ հոգևոր մարդու համար կա ողնաշարային մի հատկություն, որը նրան օգնում է կանգուն մնալ։ Դրա անունն է ուղղություն, ուղղությամբ վարվել, ուղիղ լինել, ինչպես մեր Տերը ուղիղ է եւ Եսայա մարգարեն ասում է. ով արդար, ով ուղիղդ, եւ մենք տեսնում ենք, որ մեր Տերը ինքը արդար է եւ մեր Տերը ինքը ուղիղ է, մեր հովվապետը ուղիղ է եւ կա սիրելիներ
տարբերություն, ուղղություն անողի եւ ուղղություն չանողի միջև։ Կա տարբերություն այն մարդու միջև, ով ընտրում է քայլել Տիրոջ ճանապարհներով եւ նրա միջև, ով գնում է մեղքի ժամանակավոր հաճույքների ետևից։ Կա տարբերություն ծառայություն անողի եւ չանողի միջև։ Կա տարբերություն, ով զգուշություն է անում իր հոգուն եւ կա տարբերություն, ով անհոգ նստած է եւ զգուշություն չի անում իր հոգու համար։ Եվ կա նաև հետևանք եւ վարձք, որոնք մեծամեծ օրհնություններ ենք մենք ժառանգում սիրելիներ։ Եվ այսօր էլ ես դրել եմ քարոզի վերնագիրը այսպես եմ կոչել. մեծամեծ օրհնությունների գաղտնիքը։ Կան մեծամեծ օրհնություններ, որ մեր Տերը խոստացել է, բայց կա նաև գաղտնիք դրանում, որ այդ մեծամեծ օրհնությունները գալիս ու մեզ են հասնում։ Գիտեք, երբ որ նայում ենք Աստվածաշունչը այս տեսանկյունից, ամբողջ Աստվածաշունչը իր կերպարները, հերոսները բաժանվում են երկու կատեգորիայի։ Մարդիկ, որոնք որ ուղղություն արեցին Աստծո աչքի առաջ, մարդիկ, որոնք որ ուղղություն չարեցին Աստծո աչքի առաջ։ Մենք նայում ենք անհատների, մենք նայում ենք թագավորների, երբ որ կարդում ենք թագավորած գիրքը, մնացորդած գիրքը, մենք տեսնում ենք մի հետաքրքիր բան է շեշտադրում Աստվածաշունչը, որ այսինչ թագավորը ուղղություն արեց Տիրոջ աչքի առաջին եւ զորացավ, եւ երկիրը մտավ խաղաղ ժամանակների մեջ։ Օրինակ Սողոմոնի ժամանակահատվածում Աստվածաշնչում ասվում է, որ երկիրը ոչ մի պատերազմական գործողության մեջ չմտավ, ոչ ոք չհարձակվեց Իսրայելի վրա։ Բայց կան նաև ժամանակներ, թագավորներ, որոնք ուղղություն արեցին, բայց հարձակումներ եղան, բայց նույնիսկ այս ժամանակ Տերը ազատեց ու Տերը փրկեց, Տերը զորացրեց, խաղաղություն տվեց երկրին, ժողովրդին եւ կորուստներ նրանք չունեցան։ Բայց կան թագավորներ, որոնք որ չարիք արեցին Տիրոջ աչքի առաջ, ուղղությամբ չվարվեցին, կուռքեր կանգնացրեցին, Աստծո ժողովրդին կուռքերի պաշտամունք պաշտել տվեցին։ Եվ ասում է Աստվածաշունչը նման թագավորների մասին, որ նրանք շատ ցավ եւ կորուստ բերեցին։ Թե իրենց համար, իրենց անձերի համար, թե ժողովրդի համար։ Դրա համար այսօր սիրելի ժողովուրդ, շատ կարևոր է, շատ կարևոր է ուղղությունով վարվել մեր Աստծո առաջ։ Եվ հարցը այստեղ առաջանում, թե ո՞րն է ուղղությունը, ինչն է Աստվածաշունչը կոչում ուղղություն։ Նախ կուզենամ միասին բառարան եմ ես ձեզ համար քրքրել, որպեսզի գտնենք նշանակությունները ուղիղ, ինչ է նշանակում ուղիղ։ Ուղիղ նշանակում է շիտակ, կորություն, ծռվածություն չունեցող, հարթ, ոչ խորթուբորդ, անկեղծ, ճշմարտացի, արդարացի, շիտակ բնավորություն ունեցող, անխարդախ, ազնիվ, իր ճանապարհներից առանց շեղվելու գնացող, անփոփոխ չափանիշներ ունեցող։ Ահա այսպիսին է Աստվածաշունչը նկարագրում այն մարդուն, ով որ ուղիղ է։ Եվ Տիրոջ առջև ուղղություն անել, երբ որ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, սա է նշանակում. միակ կենթանի Աստծուն դնել ամեն ինչի կենտրոնում, ապրել Աստծո կամքի համապատասխան, ընթանալ նրա պատվիրաններով, արդարությամբ, հավատարմությամբ եւ սրբությամբ։ Շատ կարևոր է սիրելիներ այս հատկությունները, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինեն, որովհետև մեր Աստված ուղիղ է, որովհետև մենք պետք է գնանք մեր Հովվապետի հետքերով, մեր Աստված ուղիղ լինելով, նրա աթոռի Աստվածաշունչն ասում է, որ նրա աթոռի հիմքը ճշմարտությունն ու իրավունքն է։ Դրա համար նրա թագավորությունը մնալու է հավիտյան, որովհետև նա ինչ որ շինում է, ինչ որ կառուցում է, ուղղությունով է անում, իրավունքով է անում, շիտակ է անում, անկեղծ է անում, անխարդախ, առանց խորամանկության, առանց հետին մտքերի, նրա ամբողջ փափագն ու նպատակն է պահպանել եւ բարիք ժառանգեցնել ինձ եւ քեզ։ Եվ եթե Աստված տալիս է իրավունքներ, շատ պատվիրաններ, շատ մարդիկ մտածում են, որ այդ պատվիրանները ինչ որ բաներ սահմանափակելու համար են, ինչ որ բաներ մեզնից պահելու համար են, բայց ոչ, այդ պատվիրանները, այդ իրավունքները, այդ հրահանգները տրված են, որպեսզի ամբողջովին պահպանեն մեզ։ Եվ գիտեք, Աստվածաշունչը նաև ասում է, որ Աստված մարդուն ուղիղ է ստեղծել, բայց մարդը շատ մեխանիզմներ, միջոցներ, հնարքներ է որոնել։
Գիտեք, հարց է առաջանում, Եդեմի պարտեզում Աստված ստեղծեց այս գեղեցիկ աշխարհը, իր գեղեցկությամբ ամեն բան իր փառքն է պատմում։ Եվ այդ մարդուն էլ ստեղծեց ու դրեց, ուղիղ ստեղծեց մարդուն, բայց ծռվեց մի պահ։ Մի ինչ-որ ժամանակահատվածից, մի ինչ-որ ակնթարթից ծռվեց։ Մարդը ստացավ թունավոր, նենգ, մանիպուլյացիայով լի, ստությունով, կորուստով, խաբեությունով լի առաջարկ։ Բայց ուզում եմ, սիրելի ժողովուրդ, ասել, որ այդ առաջարկը ստանալու պահին չէր, որ ամեն բան փոխվեց։ Ամեն բան փոխվեց, երբ որ մարդը ընդունեց այդ առաջարկը, բայց ընդունելուց հետո էլ չապաշխարեց։ Եվ ամբողջ մարդկության պատմությունը ծռվեց։ Գիտեք, հետաքրքիր է, Աստվածաշնչում ասում է, որ Աստված ասում է, մեր նմանությամբ եւ մեր պատկերով մի մարդ ստեղծենք։ Եվ հանկարծ թշնամին գալիս է Եվային, գիտեք ինչ է առաջարկում, կեր Աստծո նման կլինես։ Ինքն արդեն ստեղծված էր։ Կեր Աստծո նման կլինես։ Աստված չէր ուզում, որ ուտեր, որպեսզի չիմանար ինչա չարիքը, ինչա մեղքը, ինչա ցավը, ինչա տառապանքը։ Կեր, միթե Աստված ասեց։ Եվ այսօր, սիրելիներ, մենք ապրում ենք մեր կյանքը, ամեն վայրկյան մեր առջև որոշումներ են, որ մենք որոշումներ պետք է կայացնենք։ Մեր նպատակներն են, մեր ցանկություններն են, մեր ապագայի վերաբերյալ, մեր ընտանիքի վերաբերյալ, մեր երեխաների վերաբերյալ։ Եվ մենք ընտրություն պիտի կայացնենք։ Ու նորից գուցե ձեզ համար, մեզ համար հնչում է այդ հարցը, իրոք Աստված ասեց, չես ուտի կեր, չես մեռնի կեր, նրա նման կլինես, Աստված քեզանից ինչ-որ բաներ է պահում, երբ որ այս սահմանափակումները քո առջև դնում է, բայց քավ լիցի մենք ամբողջ Աստվածաշնչում ապացույցը տեսնում ենք, որ Տիրոջ մաքրամաքուր, անկեղծ, շիտակ նպատակը ինձ եւ քեզ բարիք շարանգացնելն է, ինձ եւ քեզ հասցնել երկինքն է։ Մեր հավատքի զորագլուխը, երբ որ կատարվեց այս ամեն ինչը ու հարց հնչեց երկնքում ով կգնա մեզ հետ, մեր Հիսուս Քրիստոսը, մեր թանկագին Աստված, ասաց ես կգնամ։ Եվ այս աշխարհում հավատացեք չկա եւ չի եղել ավելի մեծ, ավելի պատասխանատու, ավելի վճռական, ավելի ճակատագրական հանձնարարություն եւ գործ, քան որ այն, ինչ որ դրվեց Հիսուս Քրիստոսի ուսերի վրա։ Եվ Հիսուս Քրիստոսը մեր հավատքի զորագլուխը, մեր հովիվը, մեր հովվապետը ցույց տվեց օրինակը ոնց են դա անում։ 33 տարվա իր կյանքի ընթացքում նա բացառապես քայլեց հոր կամքին հնազանդ։ Բացառապես ապրեց արդար ու ճշմարիտ։ Եվ երբ որ անապատում էլ փորձվում էր անձամբ սատանայից, խոսքի համեմատ զգուշավոր էր լինում, որ հանկարծ որևէ մի տեղ խոսքը չծռի, խոսքի հեղինակությունը չիջնի եւ նա հաղթեց։ Եվ նա հաղթեց եւ զորացած դուրս եկավ անապատից։ Եվ ցույց տվեց նույն օրինակը, երբ որ կանգնում ենք իրավիճակների առջև, երբ որ կանգնում ենք ընտրությունների առջև, երբ որ մենք մեր ծառայությունն ենք անում, երբ որ մենք մեր ընտանիքներում ապրում ենք, կան տարատեսակ հարաբերություններ, ընկերական հարաբերություններ, ներընտանեկան հարաբերություններ, Աստծո հետ հարաբերություններ, ինչպիսին ենք մենք։ Ինչպես ենք մենք վարվում։ Աստծո առաջ ուղիղ Տիրոջ խոսքը ամեն բանից, Տիրոջ կամքը ամեն բանից վեր դնելով, թե մեր կամքը, մեր վիրավորվածությունը, մեր զգացմունքները, ինչ որտեղ մեր ամբիցիաները, գերադասելով, վերադասելով Աստծո կամքից եւ Աստծո ձայնից։ Գառնուկի համար լավ է գնալ իր հովվի եւ իր հովվապետի ոտնահետքերով, որովհետև սիրելիներ կա հատուցում, կա վարձք դրա համար, կա ուղղությամբ վարձքը դրա համար, կան մեծամեծ օրհնություններ եւ գաղտնիքը այստեղ է հնազանդվել հոր կամքին։ Մեր Աստված, երբ որ մի բան շինում է, մի բան կառուցում է, նորից եմ ասում, ուղիղ է։ Տեսել եք, երբ որ ճարտարապետը տալիս է գծագիրը, ամեն ինչը ուղիղ գծեր են։ Եվ երբ որ շինարարը կառուցում է, հիմքի մեջ գցում է այն կարևոր հատվածը շինության, որը որ հիմք է կոչվում, եւ այն դետալները, որոնք որ պետք է կրեն ամբողջ կառույցի ծանրությունը, այդ պատասխանատվությունը իրանց ուսերին, այդ դետալները բացառապես ուղիղ են։ Չկան կորություններ ու ծռվածություններ, որպեսզի տունը
չքանդվի, որպեսզի կառույցը չքանդվի։ Եվ այսօր, երբ որ մենք կառուցում ենք մեր հարաբերությունները, մեր կյանքը, ամուսնությունը, եթե ուզում ենք չքանդվի, պետք է ուղիղ լինի, շիտակ լինի, իստակ լինի, անկեղծ լինի, անխարդախ լինի, Աստծո խոսքի համաձայն լինի։ Միայն այս դեպքում է, որ չի փլվելու կառույցը։ Միայն այս դեպքում է, որ կառույցը չի փլվելու։ Գիտեք, խաչն էլ երկու ուղիղ գիծ է։ Մեկը ուղղահայաց, մեկը հորիզոնական։ Մենք ուղիղ պետք է վարվենք մեր Աստծո առաջ, ուղիղ լինենք նրա առաջ, մեր սիրտը, մեր մտքերը, մեր նկատառումները, մեր վարքը, մեր նպատակները, մեր ցանկությունները պետք է ուղիղ ու շիտակ լինեն Աստծո առաջ։ Եվ հորիզոնական գիծը մենք իրար հետ պետք է ուղիղ լինենք, շիտակ լինենք, հակառակ դեպքում կործանում, ավերում, անխուսափելի են, ընդամենը ժամանակի հարց է։ Բայց Տերը իր տունը շինում է ուղղությունով եւ ուղղություն անողներով եւ թղթերի մեջ էլ ասվում է, ինչպես կենթանի քարեր, շինվեք շինություն, շինվեք տաճար։ Մենք կենթանի քարեր ենք։ Այսօր ես եւ դու տաճարի նաեւ ամրության համար մեր ուսերին պատասխանատվություն ենք կրում։ Մեր մտածմունքների համար, մեր նկատառումների համար, մեր մոտիվների համար պատասխանատվություն ենք կրում կառույցի ամրության համար։ Սուրբ Հոգին իր տաճարի համար ծուռ բան չի օգտագործի։ Կփորձի շտկել, շտկվեց, շատ լավ կօգտագործի, բայց եթե ծուռ էլ մնաց, չի շտկվի, որովհետև Աստվածաշնչում հենց նույն խոսք ունենք, ասում է դու բաժին չունես սրանում, որովհետև քո սիրտը ուղիղ չի Աստծո առաջ։ Երբ որ Հովհաննեսն ու Պետրոսը գնում էին Սամարիա եւ այնտեղ աղոթում էին մարդկանց Սուրբ Հոգին առնելու համար, այնտեղ կար Սիմոն Մոգը, որ կարծեց, որ կարող է գնել Աստծո տված պարգևը, աշակերտների ուսերին դրված Հիսուս Քրիստոսով իշխանությունը իր փողով կարող է գնել։ Ասես չես կարող, դու բաժին չունես սրանում, որովհետև քո սիրտը ուղիղ չի Աստծո առաջ։ Գիտեք, սիրելիներ, այսպես նայում ենք, Հիսուսի օրինակն ենք նայում, որ մեր հավատքի զորագլուխը բացառապես անցավ հնազանդության մեջ։ Եվ մենք կարող ենք ասել, դե Հիսուսն էր, կատարյալ, ճշմարիտ, Աստծո որդին էր։ Բա մենք ո՞նց անենք, մենք ինչպես անենք, բայց գիտեք, Սուրբ Հոգի Աստվածը մեր ներսում է, որ մեզ ուղի, որ մեզ շտկի, որ մեզ զորացնի, որ ամեն ծռվածը շիտակ անի։ Նա այսօր մեզ հետ է զորության Աստված մեր մեջ է, որովհետև խորանը այլևս մտավ ներս, մարդը դարձավ Տիրոջ տաճարը։ Եվ Սուրբ Հոգին մեզ հետ է ուղղելու։ Երկու պատմություն, երկու թագավոր ուղակի կուզենամ այսպես առանձնացնել, շատ թագավորներ կան։ Եզեկիան եւ նրա որդի Մանասեն։ Եզեկիայի համար Աստվածաշունչը ասում է, որ Եզեկիան ամեն ուշադրությունով, իր ամբողջ սրտով, խնդրելով վարվեց Տիրոջ առաջ։ Նա խոնարհվելով Տիրոջը խնդրեց, ուղղություն արեց, ուղիղ եղածը, բոլոր գործերի նկատմամբ, թե Աստծո գործի նկատմամբ, թե մնացած բոլոր գործի նկատմամբ, ուղիղ եղավ։ Ճիշտ է, նրա կյանքում եղավ ժամանակահատված, երբ որ ինքը հպարտացավ եւ հիվանդությունն էլ եկավ նրա կյանքում, բայց երբ որ ապաշխարեց, Տերը նորից նրան վերականգնեց։ Եվ նրա որդի Մանասեի համար ասվում է, որ նա 12 տարեկան էր, որ դարձավ թագավոր, բայց նաև ասվում է, որ նա շատ չարիք արեց, շատ չարություն արեց Աստծո աչքի առաջին, այն բարձրավանդակները, այն կուռքերը, որ նրա հայրը մաքրել էր Տիրոջ տնից, Տիրոջ ժողովրդի մեջից, նա նորից կանգնացրեց բարձրավանդակները, նա վերականգնեց Բահաղիմի եւ Աստարոֆթի պաշտամունքը, սրանք երկու կուռքեր են, որոնք մեծ թշնամություն եւ հակադրություն կա նրանց եւ Աստծո միջև։ Եվ ասում է, որ ժողովրդին զոհաբերել, զոհեր մատուցել տվեց եւ շատ մեծ չարություն արեց։ Եվ գիտեք ինչ եղավ, Աստվածաշունչը նույնպես ասում է, որ Ասորեստանի թագավորին, զորագլուխներին Տերը բարձրացրեց, հարձակվեցին նրա վրա, նրան վերցրեցին, կապանքներով կապեցին եւ գերի տարան։ Բայց գիտեք, նաեւ ասվում է, որ Մանասեն
շատ խոնարհվեց։ Խնդրեց իր Աստծուն, իր Աստծո անունը հիշեց, խնդրեց եւ կանչեց եւ շատ խոնարհվեց եւ անսահմանա Տիրոջ ողորմածությունը, սիրելի ժողովուրդ։ Անսահմանա այսքան չարիք արած թագավորը, որը մի տաճարում բերում կանգնացնում ա կուրքեր, որտեղ միայն Տիրոջ պաշտամունքն էր եւ Տիրոջ ժողովուրդը ուղիղ սրտով զոհաբերում էր, ծռում ա ամեն բան, փչացնում եւ պղծում ա ամեն բան, եւ Աստվածաշունչն ասում ա Տերը նրան ներեց։ Տերը դարձրեց նրան իր թագավորության մեջ։ Տերը վերականգնեց։ Այսօր էլ մենք, եթե ինչ-որ տեղեր մեր սիրտը ծռվել ա, մենք հեռացել ենք Աստծո չափանիշներից, այն անխախտ չափանիշներից, որոնցով պետք է գնայինք։ Մեր մեջ դառ արմատ ա մտել, վիրավորանքների նեղվածության պատճառով, ու մեր մտքերն են ծռվել, մեր սրտերն են ծռվել, մեր նկատառումներն են ծռվել։ Կա Տիրոջ ողորմությունը նորից վերականգնելու, երբ որ մենք շատ խոնարհվենք նրա առջև եւ խնդրենք մեր Տիրոջ, մեր Աստծո անունը, կանչենք նրա անունը, նա կփրկի, կբժշկի, կվերականգնի, կազատագրի, նորից կզորացնի, նորից կկանգնացնի։ Թվում էր, գուցե Մանասեն մտածում էր, որ վերջացավ, այլևս թշնամու մոտ գերի ա։ Էլ ինչ թագավորության մասին կարելի ա երազել։ Էլ ինչ վերականգնված ծառայության մասին կարելի ա երազել։ Էլ ինչ Աստծո նոր շարժի մասին կարելի ա մտածել։ Բայց Տերը շատ ողորմած ա, որ մեր չափանիշներով չի չափում, որ մեր նման չի մտածում։ Եվ ասում ա Մանասեն շատ խոնարհվեց եւ Տերը դարձրեց նրա գերությունը նորից իր թագավորության, նա իր թագավորության մեջ չմտավ մարդ որպես հասարակ քաղաքացի, նա նորից թագավոր մտավ։ Բայց այս անգամ ինչ արեց, ապաշխարության պտուղը Մանասեի կյանքում կար, նորից վերացրեց այդ կորքերը, նորից ժողովրդին կենթանի Աստծուն պաշտել տվեց, նորից փոխեց ամեն ինչ։ Եվ նա զորացավ։ Հովաթամի համար կարդում ենք, որ ասում ա Հովաթամը զորացավ, որովհետև իր ճանապարհները ուղեց։ Կա վարձք, սիրելի ժողովուրդ։ Կա վարձք։ Ես ձեզ համար առանձնացրել եմ ուղիղ լինելու վարձքը, հիմա էկրաններին դա էլ կերևա, միասին կանցնենք սրա վրայով։ Գիտեք, մարդիկ շատ հետաքրքիր են, կյանք են փնտրում, կյանք են ուզում, հաջողություն են ուզում, բայց առանց Աստծո, բայց Աստծուց հեռու, եւ արդյունքում գտնում են ցավ ու տառապանք։ Մինչ այդ Աստվածաշունչը դարեր առաջ դեռ խոսացել է Տիրոջը հնազանդ լինելու այս գաղտնիքի վարձքի մասին։ Կա վարձք։ Հիմա միասին կանցնենք, սիրելիներ։ Սրտով ուղիղները հաստատ կլինեն եւ չեն վախենա, թշվառությունը կմոռանան, հանգիստ քուն կունենան եւ ապահով կլինեն։ Հոբի 11-րդ գլխում 13-ից 19 համարները։ Եթե դու ուղես քո սիրտը եւ ձեռքերը դեպի նրան տարածես, թե որ ձեռքերումդ անօրենություն կա, նրան հեռացրու եւ քո վրաններում անզգամություն թող չբնակվի։ Ահա այն ժամանակ կբարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կլինես եւ չես վախենա, որովհետեւ թշվառությունը կմոռանաս, անցած ջրերի պես միտքդ կգա եւ կյանքը կեսօրից պայծառ կկանգնի։ Խավարի էլ առավոտյան լույսի պես պիտի լինի եւ դու ապահով կլինես, որովհետեւ հույս կա եւ խորը կմտնես, ապահով կքնես եւ կպարկես ու վախեցնող չի լինի եւ շատերը քեզ կաղաչեն։ Ապահովություն, անարատություն, երեսդ կփայլի նորից։ Կքայլես Տիրոջ ապահովության մեջ, խոր կմտնես եւ քուն կմտնես, քունդ օրհնված կլինի։ Ոչ թե մի փոքր վաստակացիդ վրա կդողաս, բայց դու կիմանաս, որ քանի որ դու ուղղությունով ես դա արել, Տերն էլ դա պահպանելու է։ Հաջորդը Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներից։ Ուղիղների ցեղը օրհնված է լինում։ Երանի նրանից հետո նրա որդիներին։ Ինչ ենք մենք այսօր ուզում ժառանգեցնենք, սիրելիներ, մեր որդիներին։ Երբ որ անցնում ենք դժվարությունների միջով, բայց պահում ենք մեր ուղղությունը,
Ուղիղ ենք վարվում Աստծո առաջ, թեկուզ դժվար է, բայց մենք մեր որդիներին երանություն ենք շարանգեցնում, մեր ցեղը օշնված է լինում։ Բայց այսօր որքան ծնողներ իրենց զավակներին ցավ ու տառապանք են շարանգեցնում։ Տերն ուղիղներին հաջողություն է տալիս, դառնում նրանց վահանը, ազատում չար ճանապարհներից եւ նենգություններ խոսող մարդուց։ Նա լուսավորում եւ տալիս է ուրախություն ուղիղներին։ Մտերմություն է անում ուղիղների հետ, ասում են Տիրոջ մտերմությունը նրանի ուղիղների հետ է, բայց անզգամների զոհը զզվելի է նրան։ Մենք ուզում ենք աղոթենք եւ Տերը մեր աղոթքը լսի։ Տերը մեր աղոթքին պատասխանի, Տերը իր երեսը եւ իր ուշադրությունը եւ իր ականջը դարձնի մեր աղոթքին, բայց կա պայման։ Ուղիղների աղոթքը հաճելի է Տիրոջը։ Եվ Սաղմոս 37:37 Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես, այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։ Այսպիսի մարդը, ով որ ուղիղ է վարվում Տիրոջ առաջ, նրա վերջը խաղաղություն է, Աստվածաշունչը ասում է, խաղաղություն, ուրախություն։ Նա ասում է ասպար եւ վահան է նրանց համար, ովքեր ուղղությամբ են գնում, ուղիղ են վարվում։ Նա լսում է աղոթքը, մտերմություն է անում նման մարդու հետ։ Նրա որդիները երանելի են, երանի են տալու նրա որդիներին եւ նրա ցեղը օշնված է լինելու։ Նրա վրանը ուղիղների վրանը կծաղկի, բայց ամբարիշտների տունը ասում է կկործանվի, տուն եւ վրան։ Մեկը ճոխ, մյուսը ոչ ճոխ, բայց ուղիղների վրանը ոչ ճոխ կծաղկի, բայց ամբարիշտների անօրենություն գործողների տունը ճոխ կկործանվի։ Որն ենք այսօր մենք ընտրում, սիրելի ժողովուրդ։ Որն ենք ընտրում, սրանք այն մեծամեծ օրհնություններն են եւ դեռ էլ ավելին կան Աստվածաշունչը, երբ որ ուսումնասիրենք։ Ինչ ենք մենք ուզում այսօր։ Ինչ ենք մենք ուզում մեր կյանքերի համար։ Ինչ ենք մենք ուզում մեր զավակների համար։ Ինչ ենք մենք ժառանգեցնում այսօր։ Մեր ֆիզիկական զավակներին եւ մեր հոգեվոր զավակներին, որովհետեւ ուղղությունով գնացող առաջնորդները նույնպես բարիք են ժառանգեցնում իրենց ետևից եկող ժողովրդի համար։ Աստված ասում է Աստվածաշնչում, տեսակ կշռաքարերը զզվելի են իմ առաջ։ Տիրոջ կշռաքարը մեկն է, իրավունք ու ճշմարտություն, անկեղծություն ու շիտակություն։ Իսկ մարդկանց կշռաքարերը տարատեսակ են, ինձ այսպես ասեց, ես այսպես կպատասխանեմ։ Ես այս հարցը կտամ, որ ինքը չկարողանա ճշմարտությունից խուսափել, ու նայում ես պտտացրած հարցեր, նայում ես ծուռ մտքեր, կարծես դարան են մտել, որպիսի որսան պատասխանողին։ Միթե մեր Տերը նման բան է անում, սիրելի ժողովուրդ։ Աստվածաշնչում, երբ որ նայում ենք Աստծուն այն կերպարների հետ, որոնք որ համեմատում է արծիվ, արյուծ, համեմատում է աղավնակերպ, աղավնի, նա վսեմ է, նա զորավոր է, նա ուղիղ է, նա արդար է, նա ճշմարիտ է, նա ճշմարտացի է, նա ոլորապտույտ ճանապարհներ եւ մոտեցումներ չունի, նա գալիս է ուղիղ, նա թաքուն եւ գաղտնի եւ ծածուկ չի գալիս եւ իր գործը գաղտնի ու թաքուն ու ծածուկ չի կազմակերպում, որովհետեւ ուղիղները գաղտնիության կարիք չունեն։ Իսկ Սատանայի համար ասվում է օծ, բանսարկու, վիշապ, որը գալիս ոլորապտույտ ճանապարհներով, իրավ Աստված ասեց, իրավ Աստված կանչեց, իրավ Աստված խոսեց, իրավ Աստծուց ես առաջնորդվում։ Ոլորապտույտ ճանապարհներ, ոլորապտույտ ծուռ նպատակներ ու մտքեր, բանսարկություն, կործանում, որի մեջ ուղղության նշույլ անգամ չկա։ Որն ենք մենք ընտրում, սիրելի Աստծո տուն։ Որն ենք այսօր մենք ընտրում։ Երկու էություն, իրար հակադիր, ոնց որ լույսը եւ խավարը։ Որովհետեւ որ էությունը ընտրենք, այդ հավիտենությունն էլ կժառանգենք։ Ուղիղների համար պահված է հավիտենական կյանքը։ Իսկ ուղղություն չանողների համար նրանք, ովքեր կընտրեն օծանման ոլորուն գալարուն ճանապարհներն ու երևույթներն ու դրսևորումները,
Հավիտենական կյանք չեն ժառանգի, որովհետև Աստվածաշունչն ասում է. այդպիսիների համար բաժին չկա։ Մի պատմություն եմ ուզում պատմել, այսպես առակի նման շատ հետաքրքիր պատմություն է։ Մի թագավոր կար եւ որոշում է գտնի հայտնաբերի իր թագավորության մեջ եղող հավատարիմ եւ ուղիղ սրտով մարդկանց եւ մեծամեծ օրհնություններ բաժանի։ Եվ կանչում է իր թագավորության մարդկանց բաժանում նրանց սերմեր, ծաղկի սերմեր, ու ասում, որ մի որոշ ժամանակ հետո նորից կհավաքվեն այդ վայրում եւ ովքեր որոնք կաճեցնեն գեղեցիկ ծաղիկներ, հոգ կտանեն, խնամք կտանեն, առողջ ծաղիկներ կլինեն, նրանք կժառանգեն մեծամեծ օրհնություններ եւ բոլորը գնում են, անցնում է ժամանակ, գալիս են շատ շատերը գեղեցիկ ծաղկամաններով, գեղեցիկ ծաղիկներով, գույնզգույն տեսակ եւ պատմում են թագավորին, որ ինչպիսի խնամք են տարել այդ ծաղկի համար, ինչ պարարտանյութեր են առել, լուսավորությունը, խոնավությունը, ջրի աստիճանը, ջրի քանակը, որքան են ուսումնասիրել, ինչպես են աճեցրել, բայց կային նաեւ մարդիկ, որոնք դատարկ ծաղկամաններով էին կանգնած, գլխիկոր դատարկ ծաղկամաններով կանգնել էին եւ թագավորին ասում են, որ մենք էլ կուզեինք սիրելի թագավոր քեզ ուրախացնել եւ բերել մեր ծաղիկները քո համար, բայց մենք չկարողացանք այս սերմերից ծաղիկներ չաճեցին։ Թագավորը նայում է երկու այդ խմբի մարդկանց եւ կանչում նրանց, ովքեր որ անսերմ, անծաղիկ ծաղկամաններով էին, ասում դուք կժառանգեք մեծամեծ օրհնություններ եւ նրանց նշանակում բարձր պաշտոնների իր թագավորության մեջ։ Բոլորը զարմացած նայում են ինչ է կատարվում, որովհետեւ թագավորի պայմանը այլ էր։ Իսկ թագավորը պատասխան է տալիս, որ այդ սերմերից չէին էլ կարող ծաղիկներ աճել, որովհետեւ այդ սերմերը բոված են եղել։ Դրա համար, սիրելիներ, շատ անգամ այս աշխարհում մարդիկ մտածում են, թե խաբեությունով, ստով, մի փոքր բան, մի գեղեցիկ ծաղիկ աճեցնեն։ Ոչ ոք չի տեսնի, ոչ ոք չի լսի միտքը, սիրտը, ոչ ոք չի կարդա, բայց կա արդար դատավորը, որն ունի իր սկզբունքները, իր արքայության սկզբունքները, որ միայն այդ պայմանով, որ դու կարող ես ժառանգել այս մեծամեծ օրհնությունները, գաղտնիքը դա է գնալ ուղղությունով, ուղղություն անել եւ հնազանդվել Տիրոջը։ Գիտեք, ինչ անել այս դեպքում, ինչ ենք մենք անում։ Առաջին, Սաղմոս 119, 7-րդ համարը. Ես կգոհանամ քեզանից սրտի ուղղությունով, երբ որ արդարության իրավունքները կսովորեմ։ Մենք պետք է սովորենք արդարության իրավունքները։ Մենք պետք է սովորենք մեր Հովվապետի ձայնը, նրա հրամանները, նրա հրահանգները, նրա պատվիրանները, նրա սկզբունքները, որով գործում է իր արքայությունը։ Երկրորդ, նրա խոսքի համեմատ զգուշանալով, Սաղմոս 119:9. Երիտասարդը ինչով իստակ կանի իր ճանապարհը, քո խոսքի պես զգուշանալով։ Նրա խոսքի համեմատ զգուշանալով, երբ որ նրա խոսքը մենք կդնենք մեր առջև, Դավիթ թագավորն ասում է. Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քեզ դեմ։ Նրա խոսքերի համեմատ զգուշանալով, նրա պատվիրանների համեմատ գնալով։ Գիտեք, երբ որ ուղիղ գիծ ենք ուզում գծենք, ինչ ենք անում, վերցնում ենք կանոնը եւ գծում ենք ուղիղ գիծը։ Կանոնը դնում ենք այստեղ, գրիչով այստեղ գծեր ենք գծում։ Ճիշտ է? Ճիշտ չի։ Դնում ենք կանոնը եւ գրիչը կամ մատիտը կիպ կպած կանոնին շարժում ենք, որպիսի գծվեն ուղիղ գծերը։ Եվ այսօր այդ կանոնը մեր Տիրոջ պատվիրաններն են, հրամաններն են, նրան հնազանդվելն է, երբ որ մենք նրա հրամանների համեմատ գնում ենք եւ գծում ուղիղ ճանապարհ մեր կյանքերին։ Եվ երրորդը, Առակաց 4:25. Թող քո աչքերը ուղիղ նայեն եւ քո արտևանունքները ուղված լինեն դեպի քո առաջ։ Աջ ու ձախ մի նայիր։ Նայիր ուղիղ քո առջև դրվածին։ Մի նայիր ոչ Պողոսին, ոչ Պետրոսին, ոչ Սիմոնին, ոչ Հովանեսին, ոչ մեկին մի նայիր։
Նա իր այն բաժինը, ինչ որ Տերը դրել է քո առաջ եւ գնա ուղղությունով, ամբողջ սրտովը Տիրոջը խնդրելով, խոնարհությունով եւ հնազանդությունով այդ ամեն ինչը անելու։ Եվ այն մեծամեծ օրհնությունները, որ կարդացինք, եւ դեռ էլ ավելին, այն որ ականջ չի լսել եւ աչք չի տեսել, Աստված պահել է մեզ համար։ Գուցե այսօր էլ, այո, սիրելի ժողովուրդ, ձմռան հոտը գալիս է այս աշխարհում։ Բայց գիտեք, հենց այդ ձմեռվա մեջ մենք կտեսնենք ծառայություն անողի եւ չանողի տարբերությունը։ Ինչպես Նոյի օրերում, երբ որ չհավատացին եւ Աստվածաշունչն ասում է, վերջի օրերը Նոյի օրերի պես կլինեն։ Նոյի օրերի պես, այո, կան մարդիկ, որոնք բաժին ունեն տապան մտնելու համար, որոնք կհավատան փրկության լուրին, որոնք կընդունեն Հիսուս Քրիստոսին, որոնք կքայլեն Հիսուս Քրիստոսի հովվի ոտնահետքերով։ Նրանք տապանը կմտնեն։ Այո, գուցե լսենք ձայները, գուցե զգանք տատանումները, բայց այդ կործանման ջրերն ու հարձակումները չեն հարձակվի եւ չեն ողողի մեզ եւ մեզանից ոչ մեկին։ Գուցե մեր հարաբերություններում, ընտանեկան հարաբերություններում ինչ որտեղ ձմեռա, ցուրտ է, անհարմար է։ Գիտեք, բայց կա գարուն, որ գալիս է հավիտենական գարուն։ Նրանց համար, ովքեր Տիրոջ խոսքը լսող եւ կատարող են։ Հայտնություն 3:11-ից 13-ը։ Ահա ես գալիս եմ շուտով, պահիր այն, որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը, ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարում եւ այլևս դուրս չի գնա, եւ նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը եւ իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից, իմ Աստծուց եւ իմ նոր անունը, ով որ ականջ ունի, թող լսի ինչ որ ասում է հոգին եկեղեցիներին, պահիր այն ինչ որ ունես, ոչ ոք չկարողանա քեզանից խլել։ Գիտեք, շատ անգամ մենք հեշտությամբ հանձնում ենք այն, ինչի արժեքը չենք հասկանում։ Մենք շատ անգամ կամ գուցե հասկանում ենք, բայց սատանային հաջողվում է այդ ամեն ինչը արժեզրկել։ Կար նման մի իրավիճակ Մաղաքիայի 3-րդ գլխում, երբ որ Աստծո ժողովուրդը կանգնեց եւ տրտնջաց եւ ասեց զուրա Տիրոջը ծառայություն անելը 3:14-ը 15-ը Եվ մենք սուքով վարվեցանք զորած Տիրոջ առաջ, ինչ օգուտ, որ մենք նրա պահպանությունները պահեցինք։ Եվ 15 համարը, եւ հիմա մենք երանի ենք տալիս գոռոզներին, որ բարես շենել են, անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն էլ փորձում են եւ պրծնում են։ Կար մի իրավիճակ, որ թվում էր, թե ամբարիշտը հաջողվում է։ Ինչ ուզի կանի, որ ժամանակ ինչ ուզի կհասցնի, կհարմարեցնի, սրտի ուզածը կանի, սրտի ուզած տեղը կգնա։ Գոռոզներին, որ բարես շենել են եւ անօրենություն են անում, մինչև անգամ Աստծուն էլ փորձում եւ պրծնում են, ազատվում են դրանից։ Եվ այն ժամանակ խոսեցին Տիրոջից վախեցողները եւ նրա անունը պատվական համարողները։ Եվ հիշատակի գրքեր բացվեցին ու խոսում է Տերը եւ նրանք իմը կլինեն 17-րդ համարը ասում է զորած Տերը այն օրը որ ես կանեմ իմ սեփականությունը եւ ես նրանց կխնայեմ ինչպես մի մարդ իր որդուն է խնայում որ ծառայում է իրեն եւ դուք ետ կդառնաք ու կտեսնեք ծառայություն անողի եւ չանողի տարբերությունը կտեսնեք արդարի եւ ամբարիշտի տարբերությունը կա տարբերություն սիրելի ժողովուրդ Կա տարբերություն։ Այսօր նայենք, քննենք մեր կյանքերը, Տերը խոստացավ, ուրախություն, խաղաղություն, հանգիստ կպարկես, հանգիստ կքնես, չես մտածի, ես քո վահանը կլինեմ, իմ մտերմությունը քո հետ կլինի։ Աղոթք կանես ինձ հաճելի կլինի։ Կազատեմ քեզ չար, նենգավոր մարդուց եւ նրա բերանից։ Բայց համաձայնեք սիրելի ժողովուրդ, որ կան իրավիճակներ, որ այդքան էլ այդպես չեն։ Մեր կյանքերում լինում են իրավիճակներ, ձմեռային իրավիճակներ, եւ մենք պետք է կանգնենք ու այսօր քննենք մեր սրտերը։ Նայենք, Տեր, այո դու խոստացար այս օրհնությունները, բայց այս կետերն իմ կյանքում չկան, Տեր։ Ինչու՞։ Ինչ-է սխալ եմ անում, ինչն եմ սխալ անում։ Որտեղ եմ ես իմ կամքը քո կամքից գերադասել։ Որտեղ եմ ես իմ խոսքն ու ասածը քո խոսքից ու ասածից վեր դասել։ Գուցե կան տեղեր, որ ես օտար աստվածներ եմ կանգնացրել։
Գուցե կա բան իմ կյանքում, որ իմ ուշադրությունն ավելի է գրավում, քան դու, քան քո փառքը, քան քո խոսքը, քան քո կամքը։ Եթե նման վիճակում ենք, հիշենք Մանասեին, որ շատ չարիք արեց, բայց երբ որ շատ խոնարհվեց, Տերը նորից դարձրեց եւ բժշկեց եւ ուղղեց եւ շտկեց, որովհետեւ եթե չլինի հնազանդություն, չի շտկվի ծուռը։ Եվ Տիրոջ կանոնը կմոտենա յուրաքանչյուրիս գործին։ Երբ որ այս երկրի վրա ամեն բան վերջանա, մի բարձրադիր հատվածում էի գտնվում, որտեղ որ երևում էր մեծ տեսանելիություն կար, մեքենաները առավոտյան ժամ էր, բայց մեքենաները մեկը աջ, մեկը ձախ, բոլորը շտապում էին։ Ու հանկարծ այսպես կարծես ամեն բան, կարծես ինչ այսպես զրոյանար եւ իրենց վասքը օրվա, եւ իրենց նպատակները եւ ամեն բան եւ կարծես կախվեց հավիտենականի հարցը։ Երբ որ կանգնենք, երբ որ կանոնը Տիրոջ կմոտենա, մենք ինչ պատասխան կտանք, ինչպիսին կլինի մեր կյանքը, ինչպիսին կլինի մեր կյանքի հետագիծը։ Եվ եթե մենք նեղություններ ենք կրում, Տիրոջ անվան համար, մեր կյանքում դժվարություններ են Տիրոջ ետևից գնալու համար, Տիրոջ պատվիրանները, խոսքը պահելու համար, անելու Աստծո խոսքը եւ ոչ թե մարդու խոսքն ու մարդու կամքն ու մարդու հաճությունը, երանի մեզ, որովհետեւ մեր վարձքը շատ է։ Երանի, որ մեզ, որ ուղղությունով ենք գնում, սիրելի Աստծո զավակներ, Աստծո ժողովուրդ, կա տարբերություն եւ կա մեծ վարձք ուղղությամբ գնալու համար։ Այո, հեշտ չի, այո, դժվար է։ Ունենք շատ դժվարություններ մեր կյանքերում, բայց նաև Աստվածաշունչն ասում է, շատ են արդարի նեղությունները, բայց ամենից ազատողն էլ Տերն է։ Ամենից ազատողն էլ, հարձակվի էլ թշնամին, Տերը կփրկի։ Տերը խաղաղություն կտա, հանգիստ կմտնես առանց վախի, քուն կունենաս, ուրախությունդ յուղի նման գլխիցդ չի պակասի։ Խաղաղությունդ ներսը կլինի, երբ որ կտեսնես քաոսային իրավիճակներ, երբ որ ամեն բան կխառնվի իրար, դու կտեսնես ծառայություն անողի եւ չանողի տարբերությունը, դու կտեսնես ուղղությամբ իր հացը վաստակացի եւ չարությամբ իր հացը վաստակացի տարբերությունը։ Եվ այդ ժամանակ երբ որ տեսնես սիրտդ կուրախանա, որովհետեւ դու ճիշտ ընտրություն ես արել, որովհետեւ դու ընտրել ես գնալ քո Հովվապետի ձայնի ետևից, մի ձայն, որ կառաջնորդի, կանաչ վայրեր, կանաչ արոտավայրեր եւ ապահովություն։ Եվ նույնիսկ եթե մահվան շուքի ձորով էլ անցնենք, Տերը խոստացել է մեզ հետ է լինելու։ Ինչպիսին է լինի ընթացքը, փոթորիկները, ուժգնությունը, միևնույն ասում է մտիկ արա եւ տես արդարին ու ուղին, նրա վերջը խաղաղությունը։ Եկեք ոտքի կանգնենք։ Եկեք միասին աղոթենք բերելով մեր կյանքը, մեր նպատակները, մեր գործերը, մեր մտքերը, մեր շարժառիթները Աստծո առաջ։ Մեր Հայր, որ երկնքում ես, ահա մենք քո առաջ ենք կանգնած, Տեր, եւ ամեն բան թափանցիկ է եւ ոչինչ պահված չի, Տեր իմ Աստված քեզանից։ Մենք խնդրում ենք, Տեր, որ քո ազատող զորությունը եւ բժշկող զորությունը թող բարձրանա այստեղ, Տեր իմ Աստված։ Թող այս տունը բարիք ժառանգի, Տեր, որովհետեւ ուղղություն կանի քո աչքի առաջին, Տեր իմ Աստված։ Եվ եթե մենք ծռվել ենք ինչ որ տեղեր, Տեր, մեր մտքերն են ծռվել, մեր նպատակներն են ծռվել, մեր քայլերն են ծռվել, մեր վերաբերմունքն է ծռվել։ Մենք այսօր, Տեր, ապաշխարում ենք քո առաջ։ Մենք խնդրում ենք քեզ, որ դու նորից զորացնես, որ դու նորից վերականգնես, Տեր, 7 նապատիկ ավելի վերականգնվի ամեն կորուստները, որ եղել են գիտակցաբար կամ անգիտակցաբար ծռվածության պատճառով։ Մենք խնդրում ենք քեզ, Հայր, ներիր յուրաքանչյուրիս, Տեր, եթե քո փոխարեն օտար աստվածներ են կանգնել կենտրոնում, ներիր, որ քո կրակի փոխարեն օտար կրակներ են երբեմն եղել մեր ներսի տաճարում եւ քո տաճարում։ Մենք խնդրում ենք, Տեր,
քո ողորմության համեմատ, որովհետև ինչպես բարձր է երկինքը երկրից, այնքան մեծ է քո ողորմությունը եւ քո հավատարմությունը եւ քո ուղղությունը ազգից մինչեւ ազգ։ Մենք խնդրում ենք քեզ, ամենակարող Հայր, որ դու լվաս այսօր, որ դու ազատ արձակես այսօր, ամեն բերդեր ու պարիսպներ, որ գոյացել են Տեր իմ Աստված ու խանգարում են մեզ գալ քո ներկայության մեջ եւ սավառնել քո ազատության մեջ, Տեր իմ Աստված, թող ընկնեն այդ բերդերը այսօր, մեր շնչից, մեր հոգուց, մեր մարմնից, մեր կամքից, մեր զգացմունքներից, Տեր իմ Աստված։ Եվ եթե նույնիսկ տրտունջ է բարձրացել մեր մեջ, ասելով ինչ հոգուտ ունի Տեր քո պահպանությունները, պահելը եւ քո ետևից գալը, մենք այսօր ապաշխարում ենք Տեր իմ Աստված։ Մենք ապաշխարում ենք, որովհետև դու ուղիղ ես, դու արդար ես, դու ամենակարող ես եւ մենք ընտրում ենք մեր հավատքի զորագլխի պես քայլել Հայր քո կամքի համեմատ, քայլել քո ոտնահետքերով մեր Հովվապետ։ Մենք շնորհակալություն ենք ասում այս հնարավորության համար։ Թող քո անունը մեծարվի։ Թող քո փառքը երևա մեր կյանքերի միջոցով, մեր խոսքերի միջոցով, մեր վարքի միջոցով։ Թող մեր կյանքը պատմի քո խաչը եւ քո հարությունը, Տեր իմ Աստված։ Թող մեր ներսի տաճարը եւ քո տաճարը լինի աղոթքի տուն, սրբության վայր եւ հավատարմության վայր, Տեր իմ Աստված։ Հիսուս Քրիստոսի անունով գոհանում ենք քեզ, Տեր, գոհանում ենք քեզանից, որ քո ողորմությունը շատ է։ Մենք քեզ փառք ենք տալիս, Տեր։ Ողջ փառքն ու պատիվը քեզ եւ ողջ մեծարանքը քեզ, Տեր իմ Աստված։ Ողջ մեծարանքը քեզ։ Ողջ փառքն ու պատիվը քեզ, հավիտյանս հավիտենից։ Ամեն, 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 փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ Փառք ես, Տեր, փառք ես, Տեր։ Ժողովող 12-րդ գլխում բոլոր խոսքի վախճանը լսենք։ Աստծուց վախեցիր եւ նրա պատվիրանքները պահիր, որովհետեւ սա է ամեն բան մարդուս համար, որովհետեւ Աստված ամեն գործը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ, թե բարի եւ թե չար։ Եվ ես աղոթում եմ, սիրելի ժողովուրդ, որ մենք ոչ թե մոխիր, այլ փառքի պսակը շարանգենք, որ մենք հավատարմությամբ քայլողներ լինենք, ուղիղ մեր Տիրոջ սրտի համեմատ, նրա էության համեմատ, նրա փառքը տարածող ու մեր սեփական կյանքով նրա խաչն ու հարությունը վկայող ու պատմող։ Թող Աստված օրհնի ձեզ։ Հիմա խոսքս ուզում եմ ուղղել առաջին անգամ եկողներին։ Դուք, որ առաջին անգամ եք, գուցե առաջին անգամ եք այս եկեղեցում, լսեցիք այս խոսքը, որ կա տարբերություն ուղղություն անողի, պատվիրանը պահողի եւ չպահողի միջև։ Ուզում ենք, սիրելիներ, հրավիրել ձեզ այսօր այստեղ։ Առաջ, խնդրում եմ, առաջ եկեք։ Միասին մեր կյանքերը պիտի նվիրենք մեր Հովվապետին։ Միասին այսօր որոշում պիտի կայացնենք քայլել հավիտյան նրա հետ։ Միասին պետք է ասենք, որ Հիսուս դու ես մեր Տերը։ Թող Աստված օրհնի ձեզ, եկեք առաջ։ Եկեք ծափահարենք սիրելի եկեղեցի, քաջալերենք նրանց։ Ամեն, Տեր, դու միակույսն ես մեր։ Աստված օրհնի ձեզ։ Մենք մի քիչ էլ կսպասենք, եկեք, մի ամաչեք, բոլորս էլ մենք առաջին անգամ այս քայլը արել ենք, սա դավանություն է երկնքի ու երկրի առաջ, որ Տեր մենք քեզ ենք ուզում, մենք ուրիշ Աստված այլևս չենք ուզում։
Մենք ուրիշ կեղծ հովիվներ չենք ուզում։ Մեր հովվապետը դու ես, Տեր, ու մենք ընտրում ենք գալ քո ետևից։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ շատ։ Գալիս են, դեռ մարդիկ գալիս են, մի փոքր էլ սպասենք։ Տերը առատապես օրհնի ձեզ։ Մենք շատ ուրախ ենք այս որոշման համար, այս քայլի համար, որ դուք այսօր այստեղ կանգնած եք։ Երկինքը գիտեք, Աստվածաշունչն ասում է, երբ որ մի մարդ փրկվում է, բոլոր հրեշտակները պար են բռնում երկնքում, խնջույք է լինում, որովհետև մեկը կորած էր գտնվեց, մեկը կորստի ճանապարհից, մահվան ճանապարհից որոշում կայացրեց, հավատաց Հիսուս Քրիստոսին, նրա կատարածին ու կանգնեց արդարության ճանապարհի մեջ, ուղիղ ճանապարհի մեջ, որի վերջը մեր հոր գահն է երկնքում։ Դրա համար այսօր միասին աղոթք ենք անելու, ես օգնելու եմ, եկեղեցին օգնելու է ձեզ։ Ձեր աչքերը կխնդրեմ, որ փակեք եւ կրկնեք, բայց այնպես, որ կարծես դուք եք ձեր ամբողջ սրտով դա ասում Տիրոջը, որովհետև գրված է, ով որ սրտով հավատա եւ շուրթերով Տիրոջը Տեր դավանի, նա կապրի, նա կփրկվի, նա կբժշկվի, նա կազատագրվի։ Սիրելի հայր, մենք կանգնած ենք քո առջև։ Մենք քեզ փառք ենք տալիս։ Օրհնում ենք քո սուրբ անունը։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը իմ մեղքերի համար խաչվեց, որ իմ անօրենության պատիժը, իմ մեղքերի պատիժը, որ ես պիտի կրեի, Հիսուս դու կրեցիր իմ փոխարեն, ու ես հավատում եմ ամբողջ սրտով, և ողջ երկնքի ու երկրի առաջ ես դավանում եմ Հիսուս Քրիստոս, դու ես իմ Աստվածը, ես ընտրում եմ քայլել քո հետքերով, խնդրում եմ քեզ, ներիր իմ մեղքերը, լվա ինձ քո արյունով և ինձ քո զավակը դարձրու, դու ինձ հայր եղիր, Տեր եղիր, ես էլ քեզ զավակ, խնդրում եմ քեզ, լցրու ինձ քո սուրբ հոգով, հալելույա, ամեն, 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 Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ, սա այլևս ձեր տունն է, մենք մեծ սիրով, ամեն շաբաթ ժամը 6-ին, ամեն կիրակի ժամը 2-ին կսպասենք ձեզ, Տերը կսպասի քեզ իր տանը, Տերը կսպասի կլինի քո հետ ուր որ դու գնաս, եթե դու նրա ձեռքը ամուր բռնես եւ քայլես նրա ետևից, թող Տերը օրհնի ձեզ, սիրելի եկեղեցի, եկեք մի կարճ աղոթք անենք եւ օրհնենք այս թանկագին մարդկանց, Հայր Հիսուս Քրիստոսի անունով, մենք հանձնում ենք նրանց քո սուրբ ձեռքերի մեջ, թող քո պաշտպանությունը գա նրանց կյանքի վրա, քո օրհնությունները գան նրանց կյանքի, նրանց ընտանիքների վրա, Տեր, մենք աղոթում ենք, Տեր իմ Աստված, որ նրանց կյանքերից վայր ընկնեն ամեն տեսակի դիվական կապանքները, անեծքները, հիվանդությունները, որոնք անցյալի հետևանք են, որոնք կախարդության հետևանք են, Տեր, քո մեջ կա կատարյալ պաշտպանություն, եւ այդ պաշտպանությունը թող գա այս մարդկանց կյանքի մեջ, Տեր իմ Աստված, թող արմատանան քո ճանապարհների մեջ եւ հավիտյան չհեռանան քո ճանապարհներից, այլ նաեւ դառնան մարդիկ, որոնք շատ շատերին խաչի տեղը ցույց կտան, փրկչի տեղը ցույց կտան, Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա, ամեն, ամեն, մեր ծառայողները ձեր ետևում կանգնած են, ուզում ենք ձեզ հրավիրել ներքևը, այնտեղ եթե հարցեր ունեք, կտակ ձեր հարցերը, եթե աղոթքի կարիք ունեք, ձեզ համար կաղոթեն, խնդրում ենք, անցեք մեր ծառայողների հետ, միասին այն կողմը, ձեր ետևը կանգնած են, սիրելի եկեղեցի, Տերը օրհնի քեզ եւ պահի քեզ, Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմություն տա քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա
եւ խաղաղություն տակես։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենի հետ լինի։ Հավիտյան, ամեն։